Որտեղ է թաքնված մարզային ներուժը, բնության, մարդկանց թե չկրկնվող նախագծերի մեջ։ Հայաստանի բանկերի միությունը կրկին բացահայտում է մարզային բիզնես միջավայրը, եւ դա անում է արդեն 3-րդ անգամ։ Բանկերի միության անունից բոլորիդ ողջունում եմ Լոռու մարզում։ Արագածոտն, Սյունիք ու այսօր արդեն Լոռի, հատուկ ձևաչափ, որտեղ մի կողմում բիզնես տաղավարներն են, մյուսում բանկերն իրենց առաջարկած թվային գործիքներով ու ֆինանսավորման հնարավորություններով։ Հայաստանի բանկերի միության կազմակերպած համաժողովն այս տարի Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները թեմայով է։ Բանկերի եւ բիզնեսների հետ կարճ ծանոթությունից հետո մեկնարկում է համաժողովի կարևոր փուլերից մեկը՝ ֆինանսների հասանելիությունը հայկական բիզնեսներին խորագրով պանելային քննարկումը։ Գաղտնիք չէ, որ փոքր եւ միջին բիզնեսների ակտիվությունը տնտեսության մեջ հենց վկայում է կայուն տնտեսական միջավայրի մասին։ Մենք տեսնում ենք, որ աշխարհում արտադրողական են հիմնականում մեծ ընկերությունները, ավելի արտադրողական են մեծ ընկերությունները։ Հիմա այդ դեպքում հարցը առաջանում ինչի օգնել փոքրին ու միջինին, եթե արտադրողականությունը կամ վերջնական մտավոր պրոդուկտները ընդեղ է ստեղծվում, ու Եվրոպական միության փորձն էլ է վկայում նրա մասին, որ լայն բազա ունենալ մարդկանց, ովքեր որ ինքնուրույնաբար կարողանում են արդյունք ստեղծել, հասարակության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից շատ կարևոր մոդել է, որտեղ մենք տեսնում ենք, որ կան երկրներ, ովքեր գնում են ենթադրենք անգլոսաքսոնական ճանապարհով, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ մեծ բևեռացում է տեղի ունենում։ Մի կողմից մենք ուրեմն պիտի ուշադրություն դարձնենք արդյունավետությանը ու փոքր ու միջին բիզնեսին որոշակի օժանդակություն տանք, բայց այդ օժանդակությունը բացառապես պիտի պայմանավորված չլինի արդյունավետությամբ, այլ նաև մենք մտքում պիտի ունենանք հասարակության զարգացման ֆենոմենը։ Պետություն մասնավոր բանկ համագործակցության համար կարևոր է լսել բոլոր կողմերին։ Օրինակ ՓՄՁ ոլորտին զարկ տվող պետական ծրագրերը քիչ չեն, սակայն երբեմն դրանք կարող են հակառակ արդյունքն ունենալ։ Եթե կա շուկայի անկատարություն կամ ինֆորմացիայի ասիմետրիա, այդ հարցերը լուծելու համար պետության անհրաժեշտությունը կա։ Մնացած հարցերի դեպքում պետությունը պիտի զսպի այդ անհագուր ցանկությունը բիզնեսի գործերի միջամտելու տեսանկյունից։ Այս աջակցության ծրագրերը եւ այս միջամտությունները կարող են ստեղծել որոշակի խեղաթյուրումներ։ Այդ խեղաթյուրումները իմ կարծիքով առաջին հերթին կարող են վերաբերվել ռիսկի զգացողության պակասման բիզնեսի մոտ։ Օրինակ մենք հիմա աջակցում ենք ջերմատների կառուցմանը, սուբսիդավորում ենք, քեշբեք ենք տալի ինչ-որ մի մասով եւ այլն, եւ կարող է շատերի մոտ այսպիսի ախորժակ առաջանալ, ասել եկեք դիմենք, կառուցենք, որովհետեւ ռիսկերն էլ քիչ են, որտեղ տոկոս չենք վճարելու, մի մասը պետությունը բան անում, այդ նույն ձևով կա օրինակ ինտենսիվ այգեգործության ոլորտում, բայց միևնույն ժամանակ կարող է սա նվազեցնի այն աշխատանքը, որ մենք նախորդ պետք է անենք, որպեսզի մի հատ շուկան հասկանանք, որովհետև մեր փողը չենք ծախսում, պետության փողն ենք ծախսում, իհարկե պետությունը ունի իր մտքերը այս անելուց, որովհետև ուզում է ավելի շատ արտադրողական գյուղատնտեսություն տեսնել։ Այս բոլոր աջակցության ծրագրերը մեր կարծիքով պետք է ժամանակի մեջ սահմանափակված լինեն, այսինքն իրանք մի հատ լավ խթան տան, որպեսզի բոլորը տեսնեն, որ այդ գործով զբաղվելը արդյունավետ է, լավ է, եւ հետո հետ քաշվել, որպեսզի այդ ռիսկի զգացողությունը մեր բիզնեսի մոտ չպակասի։ Օգտվել են տարբեր պետական ծրագրերից ու օրինակ լիզինգի ծրագիրը 0% տոկոսադրույքի ծրագիրը նաև շատ դրական են բիզնեսի զարգացման համար։ Սկսել եմ գործունեությունը դեռևս 15 տարի առաջ, 2 մեղվա ընտանիքով, այս պահին Լոռու մարզում կարելի ասել ամենամեծ տնտեսություններից մեկն է մեր տնտեսությունը, ու նաև ունենք օրինակ պետական ծրագրեր, որոնք որ լավացման կարիք ունեն ու շատ դանդաղ է process-ը աշխատում։ Օրինակ նախորդ տարի ունենք Հայաստանում մեղվաբուծության զարգացման ծրագիր, որը որ կարելի ասել 80%-ի չափով ամբողջությամբ լավարկվեց մեր կողմից, բայց մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիս ինքը այդպես էլ չմտավ շրջանառության մեջ, ու այդ պատճառով կարելի ասել, որ ծրագրի կատարողականը շատ ցածր ա եղել եւ տնտեսվարողները չեն կարողացել օգտվել այդ ծրագրից։ Գրավի պակաս, թափանցիկության խնդիր թե սխալ ֆինանսական մենեջմենտ, որոնք են բիզնեսների մարզային վարկավորման հիմնական խոչընդոտները։ Պետությունից բանկային համակարգ անցնելիս իրավիճակն իհարկե փոխվում է։ Այստեղ արդեն կարևոր է բանկերի ճկուն եւ մշտապես թարմացվող քաղաքականությունը։ Գրավի առկայությունը մարզային բիզնեսի համար մեծ ցավոտ տեղ է այդ կետը,
որովհետև մարզային գույքը շատ ցածր է գնահատվում ու նաև ունենք այսպիսի խնդիր, որ օրինակ բանկերում չունենք հասանելիություն կայուն եւ գործող բիզնես պլանները ներկայացնենք ու ստանանք օրինակ վարկային միջոցներ հենց բիզնես պլան ներկայացման միջոցով։ Այո, միգուցե այդ բիզնեսների հնարավորությունները ավելի պակաս են, բայց որ ասենք վարկային ռեսուրսների հասանելիության խնդիր կա, կարծում եմ նման խնդիր չկա։ Մենք նաև միկրո եւ փոքր բիզնեսների համար մշակված սկորինգային վարկերի տրամադրման համակարգ, քանի որ փոքր եւ միկրո բիզնեսներին շատ կարեւոր է այդ ռեսուրսների արագությունը, հասանելիությունը եւ պարզությունը։ Օրինակ, չգիտեմ, մինչեւ 10 միլիոն, 20 միլիոն, 50 միլիոն դրամանոց սկորինգային վարկեր կան, որտեղ նաեւ գրավի պահանջ չկա։ Ֆինանսական այս խոչընդոտներից զատ կամ մի կարևոր խոչընդոտ այդ բիզնեսի վարման մակարդակն է եւ գիտելիքի պակասը շատ բիզնեսմենների մոտ։ Ծողիցները դա պատճառը, որ մենք տարիներ շարունակ մենք ոչ ֆինանսական ծառայություններ ենք մատուցում ոչ միայն մեր հաճախորդներին, ընդհանրապես բիզնեսի ներկայացուցիչներին, որտեղ կարևոր թեմաներից մեկը այդ ֆինանսների կառավարումն է։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գործող ԲՄԶ-ների 30%-ը առնվազն ամեն տարի փակվում են։ Կարծում Հայաստանում էլ է այդպես, բայց հիմնական պատճառներից մեկը դրանց այդ ֆինանսական գիտելիքի պակասն է։ Պետությունն իր ծրագրերով, բանկերն իրենց ֆինանսավորման հնարավորություններով եւ կենտրոնական բանկը կարգավորող ուժով այսօր առաջնահերթություն է դիտարկում ՓՄԶ ոլորտը։ Պատահական չէ, որ երկար ուսումնասիրություններից հետո բոլորովին վերջերս կենտրոնական բանկը եւս մեկ քայլ է արել դեպի ավելի ճկուն զարգացող փոքր ու միջին բիզնես։ Կենտրոնական բանկը իջացնում է պահանջները բանկերի նկատմամբ, բանկերի համար հնարավորություն ստեղծելով ավելի էժան վարկավորման, բայց դե բնականաբար կան տարբեր տիպի գործընկերներ բանկերի մոտ, տարբեր բիզնեսներ ու այդ միանշանակ չի ազդելու բոլորի վրա։ Բայց մեր գնահատմամբ հնարավորություն կտա մեր բանկերին 1-ից 1.5%-ի չափով փոքր ու միջին բիզնեսի համար վարկավորման գինը էժանացնել։ Բիզնեսից ստացող ազդակները համաժողովի ավարտի պահից սկսած գլխավոր առիթն են դառնալու, որպեսզի թե պետական օղակը, թե բանկերը օպտիմալացնեն իրենց ծրագրերը։ Հենց պետություն-բանկ բիզնես կապի ամրացմանն ու համագործակցությանն են ուղղված Հայաստանի բանկերի միության կազմակերպած մարզային համաժողովները։ Մեր գործընկերը Լոռու փոխմարզպետը խոսք ունի, խնդրեմ շնորհակալություն։ Առհասարակ Լոռու մարզը բացի туриզմի ոլորտում մեծ ռեսուրս ունի, հիմնական ուղղությունը туриզմն է եւ խնդրեմ այդ ուղղությամբ բիզնես ներկայացուցիչների համար մշակվի այնպիսի պորտֆել, որպեսզի մեր մարզը ել ավելի ներկայանալի լինի։ Երևանում նույն գույքը երրակի քարակյանք ավելի բարձր է եւ հիմնականում մեր նույն շինարարական ընկերությունները գալիս են տարբեր հանդիպումներով մեր մոտ եւ այդ հարցը բարձրացնում են, որ գրավի առարկա հանդիսացող գույք չունեն, այդ իսկ պատճառով չեն կարողանում գրավ կիրառել, մրցույթներին մասնակցել, Երևանում գործող խոշոր շինարարական ընկերությունները գալիս են մարզում մեծ պրոյեկտների մասնակցում եւ իրենք շահույթ ստանում։ Մենք երկու հետևություն վերցեցինք, մեկը մեր գործընկերոջ բարձրացած գրավի կամ ֆինանսների հասանելիության որոշակի լուծում էր, որ պետք է երևի էկոնոմիկայի նախարարության եւ մեր մյուս գործընկերների հետ մտածենք, բայց երկրորդ մեսեջը մենք ենք ուզում տանք, ես որպես նաեւ բանկերի միության նախագահ եմ ուզում այս մեսեջը տամ, որ բանկերը իրապես իսկապես շահագրգռված են եւ տրամադրված են իրենց ներդրումները, իրենց վարկերը, իրենց ֆինանսների հասանելիությունը մարզերում մեծացնելու։ Եվ դա անում են ոչ միայն մասնաճյուղեր բացելու միջոցով, այլ դա անում են նաև հավելվածներով, թվային լուծումներով, նույնիսկ առանց մասնաճյուղ ունենալու մեր բանկերը այսօր պատրաստ են։ Ինչու՞։ Շատ պարզ, որովհետև մենք ասում ենք Երևանում է կենտրոնացված եւ իսկապես բանկերի ռիսկերի մեծ մասը այսօր Երևանում եւ Երևանի մերձում է կենտրոնացված եւ բանկերը ուզում են իրենց նոր ներդրումները ավելի շատ ուղղել մարզեր, որպեսզի դիվերսիֆիկացիա լինի նաև մարզային ռեգիոնալ դիվերսիֆիկացիա լինի, այնպես որ այս երկու մեսիջները եւ երկու ազդակները միմյանց փոխանցելով մենք կարող ենք մեր հաջորդ աշխատանքները ցեղակառուցել։
Եթե կան յուրահատուկ բիզնես նախագծեր, ապա դրանց հաստատ ընթառաջ կգան նաև պետության եւ բանկերի առաջարկած ճկուն քաղաքականությունն ու վարկավորման ծրագրերը, այդպիսով թույլ տալով ՓՄԶ ոլորտին ավելի լայն շնչել, լիարժեք բացահայտել սեփական ներուժն ու զարգացնել մարզային բիզնես միջավայրը։